Հայտնի խեցեգործ, քանդակագործ ու նկարիչ Հրանտ Բաղդագյուլյանի ծննդյան 75-ամյակի առթիվ Գորիսում հանգստյան օրերն անցան մշակութային միջավայրում։ Դեկտեմբերի 6-ին կայացած պանելային քննարկումը նվիրված էր նպատակամետ և ազդեցություն ստեղծող երիտասարդների ներուժը բացահայտելուն, որտեղ խոսվեց նաև արվեստանոցի հիմնադրման և գործունեության մասին։ Արվեստանոցի հիմնական նպատակը երիտասարդների, երեխաների կրթությունն է առաջին հերթին, բայց դա ոչ ֆորմալ ձևով է կատարվում, այսինքն երեխաները հայտնվելով արվեստանոցում, իրենք իրենց մտքերը, գաղափարները, այն ամեն ինչը անիրականանելի է թվում, կարող են իրականացնել արվեստանոցում, այսինքն արվեստանոցը տարածք է, որտեղ կարող են ստեղծագործել, կարող են կրթվել, կարող են փորձել և երազել։ Խեցեգործ լինելուց բացի անվանի արվեստագետը նաև գրում էր։ Հրանտ Բաղդագյուլյանը ունի հեղինակային մի շարք պատմվածքներ, որոնցից մեկը Անձրևոտ օրը թատերական ներկայացման շունչ ստացավ։ Վերցրեցինք որոշ մանրամասներ Հրանտ Բաղդագյուլյանի կյանքից, այսինքն իր միջավայրից, իր լսած երաժշտությունը, իր կատարած աշխատանքները, ովքեր էին իր ընկերները, ինչ միջավայրում, ինչ մթնոլորտում էր արվեստագետը ստեղծագործում եւ որոշակի պատառիկներ օգտագործելով ստացանք Անձրևոտ օր ներկայացումը, այսինքն մի փոքրիկ դրվագ իր կյանքից եւ իր պատմվածքը եւ կառուցեցինք ամբողջական պատմվածքը, դարձրինք պիես եւ հանձնեցինք հանդիսատեսին։ Ներկայացման մեջ օգտագործված բոլոր երաժշտությունները եղել է Հրանտ Բաղդագյուլյանի, այսպես ասած, փլեյլիստը, այսինքն բոլոր երաժշտությունները, որ դուք այնտեղ կլսեք Beatles եւ այլն, բոլորը եղել է իր սիրելի նախընտրած երգերը, այսինքն մաքսիմալ փորձել ենք իր մթնոլորտը բերել բեմ։ Պիեսը հնարավորություն տվեց Գորիսի հանդիսատեսին ավելի մոտիկից ճանաչելու իրենց հայրենակցին, վերապրելու նրա անցած ուղին։ Իմ կերպարը Հրանտ Բաղդագյուլյանի 4 ընկերներից մեկն է։ Ներկայացնում ենք նրա կյանքը, նրա երիտասարդական կյանքը, ստեղծագործական կյանքը և ընկերական շրջապատը մթնոլորտը։ Մենք պետք է հիշենք և ճանաչենք մեր ստեղծագործող մեծերին։ Դեկտեմբերի 7-ի միջոցառման օրակարգում ընդգրկված էր նաև արձակ շարադրությունների մրցույթ։ Լավագույն մասնակիցներն արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների։ Մշակութային այս իրարանցման գաղափարը արվեստագետի որդունն էր։ Որոշեցինք, որ այս հոբելյոնական միջոցառմանը հայտարարենք արձակի մրցույթ, որպեսզի խթանենք արձակ ստեղծագործությունը եւ նաեւ ոնց որ լույս սփռենք իր արձակ ժառանգության վրա։ Իր մեթոդիկայի վրա կարելի է գիրք գրել, իրենց կարելի ասել ինչպես լինել հայր։ Իմ համար ինքը մենակ հայր չեղել, իմ ուսուցիչն է եղել, իմ ուղեցույցն է եղել ու մինչև հիմա ինքը իմ հետ է ու ես կյանքում մինչև հիմա իր արժանամակարգով եմ շարժում առաջ։ Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված հուշ երեկոն եզրափակվեց Կաթիլ բենդի անդամ Սևադա Համբարձյանի մենահամերգով։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։